Երեխու առաջի ճիճը բանը սովորական դառավ։ Արդեն դե կեսարանը անում են, որ երեխու ճիճը լսեն։ Ուրախալի է, Վերջին պահը։ հաշվով, հա։ Ընդ կարգանդը կրճատվի, հա, վենի քիչ եւ Բայց այդ երեխայի ճիճից բժիշկն էլ է ուրախանում։ Բավոնց։ Բժիշկը չէ, սա օպերացիոն է։ Հենց ձենը լսում են մի մոմենտ կանգնում է, գործը շարունակվում է։ Դենք դե 3 սեղան աշխատում է այդ։ Ես որ անկալուգայում աշխատում էի։ Անդե ուռուցքներ կար օրինակ կրծքի մեջ ու չգիտեին ինչա։ Բարորակ, չարորակ։ Հա, կնդրում էին այդ ուղարկում էին շտաբ հետազոտման։ Ուրեմն որ գալիս էր բարվորակ, դու ուրախությունը պետք է տենայիք։ Օպերացիոնով, փույրով, սանիտար կողմանով, ինչ ուրախություն էր։ Այդ այնց էլի։ Դուք որ հարցրիք ամենաուրախալին, ես կարամ ասեմ էտա։ Իսկ ամեն օրվա մեր իմ ուրախությունն եղել է կեսարյան հատում ծնունդը Մանկան ճիճերը։ հա, դա մի ուրիշ բան է։ Բժիշկ մեր Չի հաղորդումը։ դրան սովորել։ Հա, բա ինչ բա կյանքը։ Մի քիչ այս ժամանակ անցնում ենք, բայց անհնար է։ Կա տեսակետ, որ բժիշկը ապավինում է Աստծուն գործում, կա որ չէ, երբեմն աթեիստ են, կրոնական հարցեր չքննարկելով բժիշկը Աստծուն ապավինում է։ Անպայման։ Գիտեք, ինձ ասում են դուք բժիշկ հավատում եք Աստծուն։ Ասի չեմ տեսել, բայց հավատում եմ։ Բա ո՞նց եք հավատում։ Ասի եթե ես մի բան մտքից դրել եմ, այս ծանր հիվանդը դուրս է գրվել, բա ում վրա հույս դնեի։ Ես հասկանում եմ ինձ, ձեռներս, գրքերս, ուղեղս ի պրոչե, բայց չէ որ ասի։ Չէ որ մենք Բարձրյալն էլ։ ասած ռուսերեն անգել խրանիցիլի։ Չէ, դա անհնարին աշխատել ռեանիմացիայում, ակտիվ, անեստեզիոլոգիայում, կարդիոխիրուրգիայում եւ այլն։ Ու մեջքիդ հետևը Աստվածը չլինի։ Էլի եմ ասում, չեմ տեսել։ Ես չեմ տեսել, Բայց օգնել է հավատում եք։ Միանշանակ առավելիվս որ իմ տատիկս պապայի մաման էլի հավատացյալ էր։ Տելևիզիոն որ մավրում էինք, ինքը երկու տղուն ուղարկ տարան բանակ, ու ինքը հա ասուն էր դիմում, երկուսն էլ հետեկան։ Պատերազմից։ Вообще խորացավ այդ գործի մեջ։ Ինքան խորացավ, որ ես 4 տարեկան երեխայի իմ առաջի ստիխատվարին եղել է հայերմերը։ Խորհրդային միությունում։ Հա, դեվատ ինչ խորհրդային, ապրում էին էլի իրանց։ Դե բայց չէ, էլի։ Հա, իմը էդ է եղել, հետո որ հիմա որ ասեք, ասա չեմ կարող ասել։ Հիմա գանք հիմային, դուք տարիքը ես չեմ հարցրել, դուք ասեք, եթե կուզեք ասեք։ 78 տարեկան եմ։ Ոնց եք զգում։ Դե ոնց ասեմ դες։ Ոնց կարաս գա իրան 78 տարեկանը, աշխատողը, այգի մշակողը, քեֆանողը, համազություն անողը։ Այդ այնց։ Լավ։ Ռուսերեն ասեմ, ես нигде себя не чувствую лишним։ Ոչ միտեղ ավելորդ չեք զգում, թեմայի մեջ եք։ Ես ամենայն դեպս ես ինչ որ տենում եմ։ Դե հաշվի առնելով փորձս, գիտելիքներս, արդեն կազմակերպչական, ինձ հա հարցնում են, այս մեր ինստիտուտը, Մարգարյան ծննդատունը, ոչ թե բաժեն գիտեմ, ոչ թե պատ, քար գիտեմ։ Այդ ցախի մաշկի դեմն է էլի, հա։ Իմ կյանքի չափ կես դար, որ մարդ միտեղ աշխատի։ Ունեցել եմ, դե ումից սովորեմ, ունեցել ենք պրոֆեսուրա, ունեցել ենք լավ կազմա, հիմա էլ ունենք։ Իսկ որպես առողջ ապրելակերպ, սննդակարգ, ծխելը, վատ սովորությունները, ես տեսնում եմ, որ ավելորդ քաշ չունեք, այդ ամենին հետևում եք, վարությունները կամ դա էլ որպես խորհրդի կարգով ասեք, հա 65 եւ ավելի տարեկանների։ Երկար տարիներ ծխել եմ, Причем ծխել եմ, եթե հերթապահել եմ, եղել է շատ եմ ծխել հերթապահության ընթացքում, եթե չեմ հերթապահել, մի քիչ չափավոր, ու չափավորը, որ կսենք մի 20 հատը, երևի թե մի օր ու կես, դա շատ չէր,
Հետո նենց ստացվեց, որ սիրտս սկսեց ցավալ, դրանք ընկերներն էի բան, մի հատ լավ ընկերուհի կար կարդիոլոգ էր, ինձ ասեց, Սիրգեյ, քո մոտ նիկոտին зависимый ստենոկարդիա է, խաբեց, Սիգարետից կախված ստենոկարդիա, այդպիսի բան չի լինում, չկա դից բան, դե իմ վաղ դες չգիտեի, որ չկա, այս դա ունեցի լուրջ, ունեցի դե չմեռնեմ, երեխեքս պուչուր բան, Սիգարետ դենք ցեցի պրծա։ Փոխվեց ձեր կյանքը, առողջությունը։ Փոխվեց, իհարկե փոխվեց։ Հազս ավարտվեց, պակասեց, ավելին ասեմ, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ես որ դրսում տեղերքի հետ նստում էին կամ կամպանիաներ լինում, մի քիչ խմում էի, ես իմ դոզան ունեի։ Բայց մի քիչ որ անցնում էի, գալիս էի տուն, մեռած։ Ես զգացի մի քանի ամիս հետո, որ ես ծխելը թարգեցի, իմ դոզան բարձրացել է, ու ես ինձ լավ եմ զգում։ Քանի բաժակից քանի բաժակ։ Դե հիմա չհաշվենք, հա։ Այդտենց անհաշվելի բարձացավ։ Չէ, իհարկե չէ, չնաշով սաղ կյանքս չեմ մոռացել, որ ես բժիշկ եմ, ռեանիմատոլոգ եմ, էլի, իրանք չունեմ։ Երևանում ընքան խմեմ, որ չկարողանամ ես իմ պարտքս կատարել, չէ, բայց եղել է դեպքեր են, որ եկել եմ տուն ու ես ինձ վատ եմ զգացել, ծխելը վերջացրիք, չծխելով արդեն ոնց որ չծխելու վնասեն էր, որ կանամ շատ խմեմ, բայց էլի չեմ խմում, էլի։ Իսկ սննդակարգ վարժություններ ամեն ինչ կերել եմ։ Դե գիտեք ինչ կա որ հերթապահեր ամեն ինչ ենք կերել։ Իսկ նես տունը հատուկ իմ համար ոչ մի բան չեմ պատրաստել։ Հա կամ բաներ որ գցենք հաճույքով չեմ ուտում, բայց ուտում եմ։ Իսկ վարժություններ, ֆիզիկական ակտիվություն, քայլող։ Հիմա էլ ասեք։ Հիմա իմ վարժությունն իմ հողամասն է։ Իմ հողամասն է փետ կրելով, փետ ջարդելով, չորացնելով, բարձրացնել, իջացնել, էտել, ջրել, թուփ հանել, սրսկել, բերքը հավաքել, տանել, ստե, ընդե, չորացնել։ Ինչից եք ուր ստանում, ինչից եք երջանկանում, բժիշկ։ Ինչից եմ երջանկանում, որ իմ երեխեքս գալիս են ու օգտվում են դրանից։ Ոչ թե գնում են շուկայից հող են առնում, այլ գալիս են իմ մոտ քաղում ու ուտում են։ Հա։ Որ երեխեքը կան, թորները շատ են։ Ես Բերքը կա, սպառողը կա։ Նկար ունեմ, իմ տան մեջտեղը հենց կախած է, ես եմ կինս է, ու մեր 6 ծորները։ Ծորները էլի, Ծորները, ոչ թե թորները։ Ծորները 6։ Ռուսերեն ասած մալադեց։ Согласен։ Հրաշալի է, շնորհակալ եմ այս լավ նոտայով էլ ավարտենք, իսկական պատիվ եմ էլի համարում, որ եկաք, որ պատմեցիք, որ մարդիկ էլ իմացան, որովհետև ընկել եք գործով PR-ին շատ ուշադրություն չեք դարձրել ձեր։ Ես։ Հա։ Այն վաղ չկար PR մենեջերներ, այդպես բաներ չկար։ Մեր PR-ը մենք էինք։ Մեր PR-ը մենք էինք եւ շուտ։ Բան փոխեց վաստակավոր բժիշկ դառնալը Հայաստանի Հանրապետության։ Ինձ համար չէ։ Գնահատեցին, տվեցին, ձեռը սխմեցին, քախեցին ու ասեն ձեզ որ իմ մեջ մի բան չզգացի որ փոխվեց։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Ոնց աշխատում էիք։ Չէ, ինչ պետք է փոխվեր։ Դե եսի։ Չէ, ռադիոյը։ Չէ, էլի։ Հրաշալի է։ Հա։ Շնորհակալ եմ։ Ռադիոյը։